Թումանյանի թանգարանն այս մարտին արդեն պետք է իր այցելուներին ընդուներ նորակառույց մասնաշենքում, սակայն շինարարության ավարտի խոստացված ժամկետն անցել է, իսկ երկրորդ մասնաշենքը շարունակում է մնալ քանդված, աղբով լի։ Տարածքում արդեն 3 տարի որևէ շինարարական աշխատանք չի իրականացվել ու մոտ ապագայում չի էլ նախատեսվում։ Թումանյանի թանգարանը սակայն չի դադարեցրել իր աշխատանքը, շարունակում է գործել Հրանտ Մաթևոսյանի թանգարանում։ 2023-ից Թումանյանի թանգարանի կողպելուց ի վեր 3 ամսով ձգձգվող համաձայնագիրն այդպես էլ կողմերի միջև վարձակալության պայմանագիր չի դարձել։ Փաստացի Թումանյանի թանգարանն անժամկետ ու առանց վճարի է գործունեություն ծավալում Մաթևոսյանի թանգարանում, եւ որքան էլ սիրով ընդունած լինեն Թումանյանի թանգարանի աշխատակազմին, տնօրենի խոսքով սա երկար ձգվել չի կարող։ Հոկտեմբերից անցյալ տարվա պիտի վարձակալության պայմանագիր կնքվեր որոշակի պայմաններով, դա շատ երկարաձգվեց, հիմա նախարարության եւ կառավարության ստորաբաժանումների, չգիտեմ ինչպես ասեմ, ոչ պաշտոնական կամ մեզ հասնող հավաստիացումների միջոցով տեղյակ ենք, որ պիտի այս ընթացիկ իրավիճակում այդ հարցը լուծվի, ապա թե ոչ մենք ինչպես եւ խոստացել էինք Թումանյան թանգարանի աշխատակազմին, մենք իրենց հրաժեշտ պիտի տանք։ Թումանյանի ժառանգությունը հանգրվանել է տարբեր թանգարաններում, այնտեղ, որտեղ տնօրինությունը կարողացել է համաձայնություն ձեռք բերել մինչև շինարարական աշխատանքների ժամկետով նախատեսված ավարտը 2026-ի մարտ։ Թումանյանին պատկանած կտավները Սարյանի տուն թանգարանում են, տնտեսական գույքը ազգային արխիվում եւ Հրազդանի ազգային պատկերասրահում, գրքերը Մատենադարանում, իսկ վերնատան գույքն ու անձնակազմը Հրանտ Մաթևոսյանի թանգարանում։ Մենք հիմա արդեն պայմանագրեր ենք արել եւ երկուշաբթի երևի արդեն նորից թարմացրել ենք պայմանագրերը այնպիսի ժամկետով, որ միջև շենքը պատրաստ լինելը բանանենք, գտանենք, էլի պահենք տվել։ Բայց ինչպես սկսվեց այս պատմությունը։ 2019-ին թանգարանը Թանգարան ինստիտուտի վերածելու համար Թումանյանի թանգարանի տնօրինությունը դիմեց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն, բայց պարզվեց պետք է հատուկ չափանիշների համապատասխանել։ Շենքը վերակառուցելու անհրաժեշտություն առաջացավ։ 2023-ի սեպտեմբերին սկսեցին քանդել թանգարանի երկրորդ մասնաշենքը վերակառուցելու եւ նորացնելու նպատակով։ Մինչև փորձաքննության ավարտը չէր ուսումնասիրվել շենքի պատերից մեկը։ Որոշել էին պատն ամրացնել, բայց երբ քանդել են, պարզել են, որ լուրջ խնդիրներ կան։ Նոյեմբերին չկազմաքանդվող դարակները հեռացնելու ընթացքում բացահայտվել է, որ շենքի հարավ-արևմտյան պատին տեղադրված երկաթբետոնե միջադիրները նոսր են, իսկ որոշ հատվածներում ընդհանրապես բացակայում են։ Դա անհնար է դարձրել նախագծով նախատեսված երկրորդ մասնաշենքի վերակառուցումն ու դրա վրա եւս 2 հարկի ավելացումը։ Մինչ այդ փորձաքննությունն արդեն ավարտվել էր։ Փաստաթղթերը պատրաստ էին, բայց չուսումնասիրված պատի պատճառով գործընթացը դադարեցվեց։ Պարզվեց, պատը քանդելն ու նորից կառուցելը ավելի շահավետ կլինի։ 2023-ի նոյեմբերին դադարեցվեցին աշխատանքները ու սկսվեց փաստաթղթերի կարգավորման նոր գործընթացը, որը ձգվում է մինչ օրս։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից հայտնեցին, աշխատանքները արդեն գտնվում են շմագ եւ համալիր փորձաքննության փուլում։ Դրական եզրակացությունները ստանալուց հետո շինարարական աշխատանքների իրականացման համար կհայտարարվի մրցույթ եւ ձեռք կբերվի շինարարության թույլտվություն։ Թե երբ կլինի շինարարության թույլտվությունը, երբ կվերսկսվեն եւ կավարտվեն շինաշխատանքները, որևէ կառույց չի հստակեցնում։ Մինչ այդ Թումանյանի թանգարանի հավաքածուն շարունակում է մնալ տարբեր հաստատություններում, իսկ թանգարանի աշխատակազմի ապագան անորոշ։ Սեդա Գյուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։